Երկրորդ օրն է փրկարարները փամբակից միայն կտորներ, պատառոտված շորեր են հանում։ Վանաձորցի 13 և 7 տարեկան աղջնակների որոնումները գիշերը դադարեցրել են փրկարարները տեսանելիության բացակայության պատճառով։ Առավոտյան ավելի քան 50 կիլոմետր տարածքում են փորձել գտնել նրանց, ոչ մի արդյունք։ Ես էլ եմ օգնելով, ասենք այդ տղեկին փրկարար ջոկատի բանի։ Միշև են զապրակ են սեզամի, գնացել են նայելով, Վանաձորում ենթադրում են, որ այս խողովակով գետն անցնելիս են վարարած փամբակն ընկել աղջիկները։ Անգամ խոսում են, որ փոքր քրոջ ոտքը սայթակել է, ընկել է գետը։ Մեծ քույրը փորձել է դուրս բերել նրան ջրից, ինքն էլ է ընկել։ Վանաձորում ականատեսները պատմում են, որ աղջնակներից մեկն ասել է «Մամա ջան, օգնի»։ Մահաբեր է այս խողովակը, ասում են լոռեցիները ու զարմանում, ինչու քաղաքային իշխանությունը այն չի հանել գետից, այդքան պատուհասած ողբերգություններից հետո էլ։ Կիները անգել, նոր եկել են ասում, վերջենք եկա։ Դրան հանել են, բայց մի երեխա էլ անգել խեղդվել են նույն տրուբից։ Հիշում են, որ 90-ականներին 7 տարեկան մի տղա խողովակի վրայով անցնելիս ընկել էր գետը, խեղդվել փամբակի ջրերում։ Երկուշաբթի գետն ընկած աղջնակները ապրում էին նույն բակում, որտեղ 7 տարեկան տղայի հուշաքարն է։ Մենակ մեր նա ամուսին չունի, ամուսին նա չի բեր։ Լքացա, Վարչով ապրում է։ Հա, Վարչով են այստեղ ապրում։ Վանաձորից են իրանք։ Չէ, Լանդականից։ Հա։ Եկել են ստեղ։ Մայրը աշխատում է։ Հապա ինչ են։ Չաշխատի 5 հատ երեխա։ Երեք Շամշյանքոմի եթերում ռուսախոս մի տղամարդ պատմում էր, որ տեսել է, ինչպես է աղջնակը մեկ ջրի երես դուրս եկել, մեկ անցել ջրի տակ։ Հետո տղամարդու պատմելով կորցրել է երեխային տեսադաշտից, գետը տարել է նրան։ Գայանե Մովսիսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։